Ես իհարկե հասկանում եմ, Ժողովուրդ ջան, մենք այս երկրում ենք ծնվել, մենք այս քաղաքում ապրել ենք, մենք այս քաղաքում դպրոց ենք գնացել, մենք այս քաղաքում համալսարան ենք գնացել։ Մենք բոլորս գիտենք այն բոլոր պատմությունները, թե ոնց օրինակ Քոչարյանի փոքրիկը լուծել իր հարցերը տղայական մակարդակում։ Օրինակ մենք երբ որ, չգիտեմ, տղա ենք, տղամարդ ենք, մենք երբ որ ինչ-որ աղջկա կամ կնոջ հետ կապված հարց ենք ունեցել կամ բան ենք ունեցել այլ տղայի կամ այլ տղամարդու հետ, մենք դա լուծել ենք ինքնուրույն, շատ դեպքերում եղել է բռունցքներով ենք լուծել, եղել է այդ բռունցքներով լուծելու ընթացքում ավելի թույլ ենք եղել, եղել է ավելի ուժեղ ենք եղել։ Ինքներս ենք արել, հասկանում եք, այդ մենք ինքներս ենք արել։ Ամբողջ Երևանը տարիներ շարունակ պատմում էր այն մասին, թե Լևոն Քոչարյանը ոնց է ժամանակին լուծել աղջկա հետ կապված հարցը ԱԱՑ-ի հատուկ ջոկատայինների միջոցով, ոնց է ինքը իր հավանած կնոջ, որի անունը ոչ տալիս են, ոչ էլ ինքը կապ չունի էլի այս թեմայի հետ, ոնց է ուրիշ տղայի հետ իր այդ թեմայով հարցը լուծել, որ ԱԱՑ-ի ալֆային ուղարկել է, գնան մեկի գլուխը ջարդեն։ Հիմա եկել այստեղ տղամարդ է ձևանում։ Դուք հոպես տղամարդ մեր փողոցի, չգիտեմ, կատուն էլ կարա ալվի տենց։ ԱԱՑ-ի ալֆայի ջոկատը ում համար տղայական հարց լուծի, դրանից ուժեղ տղա կարա ալվի առհասարակ։